Բարև ձեզ սիրելիներս, այսօր նոր վլոգ եմ սկսում նկարել, այսօր կփորձեմ ձեզ ցույց տալ իմ կաբինետը, որը վլոգներից մեկի ընթացքում ասել էի, որ տանը նույնպես կաբինետ եմ պատրաստում, որպեսզի տանից նույնպես աշխատեմ, հիմա ուղղակի իջնում եմ խանութ գամ եւ կնկարահանեմ ձեզ, թե ինչ կա կաբինետում, ինչպես ենք պատրաստել, ինչ նյութեր եմ օգտագործում, եթե հետաքրքիր է, ավելի մանրամասն կնկարահանեմ։ Ահա սիրելիներս, այս դուռը տանում է իմ կաբինետ, որտեղ ես աշխատում եմ։ Դուռը բացվելուն պես, այսպիսի տեսարան է։ Հենց մտնում ես ներս, ձախ կողմի վրա իմ աշխատանքային սեղանն է, հաճախորդի աթոռով։ Հիմա կփորձեմ ավելի մոտիկից ցույց տալ։ Հաճախորդի աթոռը ընտրել ենք այսպիսի շատ հարմար աթոռ, ինքը շատ փափուկ է եւ շատ հարմար է հաճախորդներին եւ մեջքը եւ նստատեղը։ Հաճախորդի կողքը հենց այսպիսի դարակ է պատրաստված, հատուկ հաճախորդի համար կոնֆետներ, թեյ սուրճ դնելու եւ պայուսակը դնելու համար, հաճախորդի իրերը որպեսզի տեղավորվի, նաև կողքը տեղավորված են գույները, որ միանգամից հաճախորդը կարողանա ընտրել։ Սա հաճախորդի անկյունն է։ Հետո սեղանը այսպիսի տեսք ունի, ամբողջովին սեղանը, ինչ տեսնում եք այստեղ, ամբողջովին ամուսինս է պատրաստել։ Սեղանն այսպիսի տեսք ունի, լամպով։ Եվ հիմա ավելի մոտիկից ցույց կտամ, այստեղ շունիկս չի թողնում ինձ նկարեմ։ Մալինկա նիլզյա։ Հիմա սա իմ աթոռն է, նույն աթոռից է ինչ որ հաճախորդինը։ Հետո ինչ ենք տեսնում սեղանի վրա։ Սեղանի վրա լամպն է։ Ես նոր եմ հաճախորդին ճանապարհել, դրա համար այնտեղ աղբ ունեմ թափելու։ Եվ այդպես, բայց դա չի կարևորը, այստեղ ունեմ լամպ չորացնելու համար, իմ մոտ 25-ն է, այդքան է գող չեմ, բայց դրա մասին, եթե հետաքրքիր է կմանրամասնեմ, ունեմ այստեղ փոշեկուլ, մաքս, ինքը շատ մոշնի է, այսինքն շատ լավ փոշին ներծծում է, 65 վատ է, առնելուց եթե կգնեք, ովքեր որ իհարկե ցանկանում են, նայեք որ 65 վատ լինի։ Այստեղ իմ ապարատն է, մանիկյուրի, Strong 210, ինքը ամենա հաջողված, այսպես ասեմ, իրան փոխարինող դեռևս իմ այսքան տարվա փորձի մեջ չի եղել ապարատ, շատ ապարատներ ունեմ, բայց ամենա լավ որակով, որ երկար աշխատում է ու ճիշտ աշխատում, մենակ Strong-ը, բայց իհարկե օրիգինալը, ոչ թե կիտայսկին։ Դա նույնպես հաշվի կառնեք, եթե ինչ որ մեկը կցանկանա գնել։ Այստեղ իմ կողքը սուխաժարն է, որտեղ գործիքներս եմ դնում օգտագործելուց հետո, որպեսզի մաքրվի, առանց դրա ինձ թվում է հիմա ոչ մեկ չի համաձայնվի իր առողջությունը վնասել։ Դրա համար ովքեր որ նույնիսկ գնում են ինչ որ մեկի մոտ մատնահարդարման չունեն այս սարքերը, ապա ես խորհուրդ կտայի, որ չգնաք, քանի որ տարբեր հիվանդություններ կան, որ կարող են փոխանցվել հենց եղունգների միջոցով։ Դրա համար անպայման ուշադրություն դարձրեք, թե մաստերները, թե հաճախորդները։ Սուխաժար, ես ընտրել եմ փոքրը, քանի որ բնականաբար տեղ չունեմ մեծը դնելու։ Հետո ուզի մոյկա, որտեղ արդեն գործիքները մաքրվել են, պետք է հանեմ, որպեսզի չորանա։ Այստեղ իմ ֆրեզաներն են, որը սուխաժարից հետո ես դնում եմ այսպես ամանի մեջ, որպեսզի հեշտ լինի, ես տեսնեմ ինչ եմ օգտագործելու եւ տարբեր բնականաբար եղունգների դեպքում տարբեր են ֆրեզաներն օգտագործվում։ Այստեղ արդեն սուխաժարում անցկացրած գործիքներն է պատրաստ։ Հետո
Այստեղ ամանի մեջ ունեմ տոպ, բազա, պրայմեր, կիսլոտնի, բիսկիսլոտնի, հետո աստվածչանի, եթե հանկարծ կտրեք կամ ինչ-որ արյան հետքել լինի, մանիկյուրի ժամանակ, կապրամին, որը կանգնացնում է արյունը, ամենայն դեպս պետք է լինի, յուղ, հիմա իմ մոտ էսպիսին, այդքան էլ հաջողը չի, գոհ չեմ սրանից, աբիժիրիվիցել, ստեղ անձեռոցիկներ են առաս մազիկների ու հենց գելլակերը։ Էսպիսի ֆիրման է, Ադրիկոկո, էսպիսի ֆիրման է, կոսմոլակ ունե, այստեղ այսպես խառն ունե, նույնպես, դեռ մի տուփել, մոտ 50 հատից ավել, սպասում է, որպեսզի ներկեմ պալիտրաները հենց նրանցից։ Եվ դասավորեմ տեղը, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, դրանք տուփով սպասում են իրանց ժամանակին։ Ստեղ շատ խառն է, պետք է այստեղ տարբեր ձևի արգանայզերներ գնեմ, որպեսզի ամեն մեկը իր տեղը դասավորեմ, հիմա այսպիսի տեսք ունի, ուղղակի դեռ չեմ գտել, ավելի ճիշտ գտել եմ խանութում ինչ է ինձ հարկավոր, ուղղակի անցած անգամ խանութում չափը չգիտեի, այս բարձրությունը չգիտեի, դրա համար չարա, որոշեցի մնա չափեմ ճիշտ չափով, որպեսզի գնեմ։ Ինչ ունեմ այստեղ։ Այստեղ ունեմ գելլակեր, որոնք չեմ օգտագործում, կամ օգտագործում եմ շատ հազվադեպ։ Այստեղ ունեմ հոնքերի ներք, քանի որ հոնքեր նույնպես եւ կարեկցիա եւ ներկում եմ։ Այստեղ ունեմ դիզայներ, նակլեյկաներ։ Այստեղ այսպիսի գույներ ունեմ, պետքա փոխեմ պալիտրան, դեռ ժամանակ չունեմ։ Մի օր երևի կստացվի կփոխեմ։ Հետո այս մի ամանի մեջ ունեմ այսպիսի մատիկներ պիդիկյուրի համար, одноразовի, ամեն մեկ անգամվա օգտագործելու։ Սրանք խարտոցներն են, նույնպես մեկ անգամվա օգտագործելու, որը կամ տալիս եմ հաճախորդին, եթե պետքա, եթե չէ, ապա գցում եմ աղբը։ Այդտեղ կրաֆտ պակետներ սուխաժարի համար, այնտեղ ժիտկիսներ։ Ես գնում եմ այսպիսի մեծ բանկաներով, որպեսզի եւ այդպես էժանա եւ երկար ժամանակ է պետք։ Այստեղ սրբիչներ, մեկ անգամվա, նույնպես օգտագործելու, որը ամեն հաճախորդից հետո փոխվում է։ Ներքևում նույնպես շատ խառն է, ձեռնոցներ, խառը այսպես տուփեր, որոնք պետք է դասավորվի։ Երևի մոտ ժամանակն է դրանով կզբաղվեմ, այսպես ինչպես ասեցի գելլակերի տուփն է պետքա իրանց դնել, քսել պալիտրայի վրա եւ իրանց տեղավորել արդեն այս դարակի մեջ, տեսնենք երբ որ կստացվի։ Մյուս կողմը ունեմ պիդիկյուրի կրեսլո, ինքը այսպես, շատ հարմար, շատ փոքրիկ, այդքան է փոքրիկ չի, բայց դե համեմատած մյուսներին այսպիսի կամպակտնի կրեսլո է, ոտերի համար նախատեսված, այն ներքևը վաննչկան է դրվում, իսկ կողքը այսպիսի նեղ նորից պատրաստված այս ստելաժի նման դարակ, որտեղ հաճախորդը դնում է թե, կոֆե, պայուսակ, հեռախոս, որպեսզի իրեն նույնպես հարմար լինի։ Վերևից այսպես ունեմ երկու լուսավորություն, երկու լամպեր, բացի սովորական լույսից, այս կողմի վրա ունեմ, որովհետև լույսը այս գործի մեջ շատ կարևոր է։ Նաև այսպիսի լամպ ունեմ սեղանի վրա։ Եվ այսպես։ Հիմա աղբը կթափենք, ինչպես ասացի, տեսեք одноразовի է ինքը, մեկ անգամվա օգտագործելու, հաճախորդը չցանկացա վերցնել, հիմա պետք է գնա աղբը։ Նաև կրաֆտ պակետը, սուխաժարից հետո ինքը գույնը լրիվ փոխում է, մքանում է, նաև այստեղ կա ինդիկատոր, որը իմ մոտ փոխվում է, վարդագույն է դառնում,
բայց չօգտագործածի դեպքում կապույտը։ Այսը, այս գույնը։ Եթե այս ինդիկատորը փոխած չի, ուրեմն նշանակում է գործիքները դեռ պատրաստ չի եւ իրանք անվտանգ չեն։ Դե ինչ այսօր այսքանը, սիրելիներս, եթե հետաքրքիր են նմանատիպ վիդեոներ, կփորձեմ նկարահանել, անպայման գրեք մեկնաբանությունները, շատ հետաքրքիր կլինի։